Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում 2024 թվականի հունիսի 12-ի սարսափազդու դեպքերի տեսագրություններն են միացրել դատարանի էկրանին դատախազները։ Այս կադրերի հիման վրա սրբազան պայքարի 16 աջակցի մեղադրանք է առաջադրվել։ Դատարանի աթոռին հայտնված այս մարդկանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության, մեկը զանգվածային անկարգություն անելու համար։ Ինչը որ ցույց են տալի, տեսնում ենք, որ իրականությունը կարճ ասած նկարագրված է առնվազն ոչ ամբողջական։ Նախ ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ ոստիկանների ոչ մի ագրեսիվ գործողություն, ոչ մի բռնություն արձանագրված չէ եւ որևէ հետևանք այս քրեական վարույթի շրջանակներում ամենայն դեպս։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով չափազանցված են այս մարդկանց մեղսագրվող արարքները։ Լևոն Սաֆարյանի մասով նա ինքը բացատրություն տվեց, նա ինքը հայտարարություն ավելի ճիշտ արեց այն մասին, որ հարված է ստացել ցավից ինչ որ գործողություն է կատարել ոստիկանների ուղղված, այսինքն խուլիգանական չի եղել որևէ կերպ դրդումը։ Սրբազան պայքարի օրերին Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական պատի դիմաց կանգնած քաղաքացիների առաջին շարքերում է եղել Լևոն Սաֆարյանը։ Խուլիգանության կասկածանքով մեղադրյալի աթոռին նստած մարդը դատարանին հայտնում է, որ ինքը որևէ առարկա չի նետել ոստիկանների ուղղությամբ։ Ասում է, հեռախոսի լիցքավորիչ են շպրտել իր ուղղությամբ ոստիկանական շարքերից, ինքն էլ զայրացած հետ է շպրտել այն։ Մեղադրյալի աթոռին հայտնված Նարեկ Պողոսյանին մեղադրում են ինչ-որ առարկա գետնից վերցնելու ու ոստիկանների ուղղությամբ շպրտելու համար։ Տեսանյութը դիտելուց հետո նրա փաստաբանը նկատում է իր պաշտպանյալը ոչ թե ինչ-որ առարկա, այլ հող է վերցրել գետնից։ Շատ կարևոր է, որ նաև հանրությունը տեղեկանա, այս տեսագրությունները եղել են հրապարակային, մարդիկ տեսել են, թե ով է ագրեսիա դրսևորել, ոստիկանները, թե քաղաքացիները։ Հունիսի 12-ի գործով երկու քրեական վարույթ կա նախաձեռնված։ Առաջինով 16 քաղաքացի է մեղադրվում, երկրորդով պետք է քննվեն ոստիկանների գործողությունները։ Առնվազն զարմանալի են համարում իրավապաշտպաններն այն հանգամանքը, որ երկրորդ գործը տեղից չի շարժվում։ Երկու քրեական վարույթ կա, սա մեկն է, մյուսը քնած վիճակում է, որևէ մեղադրյալ չկա եւ այսպեսի տակտիկա են ընտրել, թող քննեն, թող պարզեն, ոչ մի բան էլ չեն քննում, ոչ մի բան էլ չեն պարզում։ Այդ քրեական վարույթով ոստիկանների կիրառած հատուկ միջոցները պետք է քննվեն։ Պետք է պարզվի, որքանով են օրինաչափ եղել իրավապահների գործողությունները։ Հունիսի 12-ին ավելի քան 100 մարդ էր տուժել։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։